Սիրված աշխատանք ունենալ։ Բազմաթիվ սիրված աշխատանքներ գտնվում են բյուջետային հիմնարկներում եւ կառավարությունը իմիջայլոց բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլ ոլորտներում աշխատատեղերի բացման ծրագրեր է իրականացնում, աջակցության ծրագրեր է իրականացնում, որպեսզի ներդրողներին խթանի նոր աշխատատեղեր ստեղծել։ Առողջ սննդին հասանելիություն, սննդի անվտանգությունը ու սննդի անվտանգության ստանդարտների սահմանումը պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է։ Առողջ ապրելակերպը նույնպես պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է, սկսած մեր դպրոցներում եւ մեր համայնքներում մարզական ենթակառուցվածքներից, որը ստեղծվում է պետական բյուջեի այդ թվում միջոցներով, ներառյալ սուբվենցիոն եւ ոչ սուբվենցիոն ծրագրերով, բայց նաեւ քաղաքացիների ընկալումը առողջ ապրելակերպի նկատմամբ մեծացնելու համար, այդ թվում հանրահռչակման ծրագրեր ենք մենք իրականացնում, այդ թվում որ իմ կողմից հեծանիվ վարելու մղումը, դա էլ որոշակի բյուջետային ծրագրի իրականացում ցույց տալու համար, որ ամոթ չի, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի, ամոթ չի ուղղակի։ Կներեք, իմ կարծիքով ամոթ է, որ չքշի։ Հաղորդակից լինել հոգևոր կյանքին եւ մշակույթին։ Այսօր Հայաստանում շատ ակտիվ մշակութային կյանք կա, այդ թվում բյուջետային են ծրագրերի եւ են բանաձևերի միջոցով, որը կառավարությունը ընդունել է։ Դուք գիտեք, որ մենք արդեն մի քանի մշակութային հաստատություններում էքսպերիմենտալ փորձարարական մեթոդով ֆինանսավորման նոր բանաձևեր ենք դրել եւ ակնհայտ է, որ այդ բանաձևերը գործում են, որովհետեւ մենք շահագրգռություն ենք ստեղծել, որպեսզի մեր մշակութային հաստատությունները իրենց սիրած գործով զբաղվելով իրենք իրենց համար ավելի մեծ եկամուտ գեներացնել եւ ինչքան իրենք եկամուտ գեներացնեն, մենք այդքան կավելացնենք։ Պետական բյուջեի ծախսային տողը, երբ որ մենք բոլոր երեխաների համար, օրինակ թանգարանների մուտքը մինչև 12 տարեկան դարձրեցինք անվճար։ Պետական բյուջեի փողը, երբ որ մենք աբոնենտային ծրագիր ստեղծեցինք, աբոնեմենտային ծրագիր ստեղծեցինք դպրոցականների համար, որպեսզի ամեն դպրոցական տարին պետական բյուջեի հաշվին գոնե մի թատրոն, գոնե մի թանգարան, գոնե մի համերգ այցելի եւ դրանում ներառեցինք նաեւ տրանսպորտային ծախսերը մարզից մարզ տեղափոխելու երեխաներին մարզից մարզ տեղափոխելու համար։ Հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն պետության սեփականությունն են եւ գտնվում են պետության հոգացության ներքո։ Եվ այդ թվում ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ։ Բայց նաև պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև ելի եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Կարճ ասած, իհարկե այս ցանկը կարող ենք շարունակել, ես չեմ ուզում շարունակել,